Good morning. Պաշտոնական Վաշինգտոնը Ասադի ռեժիմին մեղադրում է զանգվածային մահապատիժներ իրականացնելու մեջ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ, պնդելով, որ սիրիական ռազմական Սայեդնայա բանտում, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում, զանգվածային մահապատիժներ են իրականացվում։ Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Ստյուարտ Ջոնսի խոսքերով, այնտեղ օրական շուրջ 50 կալանավոր է կախաղան բարձրացվում։ The regime is responsible for killing as many as 50 detainees per day at Sednaya. Զանգվածային մահապատիժները թաքցնելու համար, ինչպես հայտարարել է ամերիկացի դիվանագետը, սիրիական կառավարությունը հատուկ դիակիզարան է կառուցել, որը հաստատվել է Միացյալ Նահանգների ստացած լուսանկարներով։ Beginning in 2013, the Syrian regime modified a building within the Sednaya complex to support what we believe is a crematorium, as shown in the photos that we've distributed to you. Իրանի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը իջել է անբարոյականության նոր մակարդակի, հայտարարել ամերիկյան պետքարտուղարի օգնականը։ Պաշտոնական Վաշինգտոնի այս պնդումները այդպիսով հաստատում են Amnesty International կազմակերպության իրավապաշտպանների ավելի վախնչեցրած հայտարարությունները։ Անցած փետրվարին կազմակերպությունը հրապարակել է մի զեկույց, որում մանրակրկիտ նկարագրում էր սիրիական ռազմական այդ բանտում տիրող սարսափազդու իրավիճակը, թե ինչպես են կտանքների և մահապատժի ենթարկում առաջին հերթին նախագահ Ասադի ընդդիմախոսներին։ Ըստ կազմակերպության տվյալների, վերջին տարիներին սպանդանոց անվանումը ստացած Սայեդնայա բանտում կարող էր մահապատժի ենթարկված լինել ավելի քան 13,000 մարդ։ Զոհերը ըստ իրավապաշտպանների հիմնականում քաղաքացիական անձինք են, ովքեր ընդդիմադիր դիրքորոշում ունեն։ Ամեն շաբաթ սովորաբար երկուշաբթի և չորեքշաբթի օրերին կալանավորների խմբերը 20-ից 50 մարդ դուրս են բերվում բանտախցերից։ Նրանց ասում են, թե տեղափոխում են քաղաքացիական հաստատություններ, սակայն փոխարենը տանում են Սայեդնայայի այլ մասնաշենք, որտեղ կախաղան են հանվում։ Անցած փետրվարին հայտարարում էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։ Այս մեղադրանքները, սակայն, պաշտոնական Դամասկոսը բազմիցս հերքել է։